Համագումարի հարգարժան պատվիրակներ, հարգելի նախագահ, հարգելի քաղաքորդի անդամներ, սա համագումար է, որը ուղղված է քաղաքական որոշման ընդունմանը, որոշում, որը վերաբերվում է ընտրությանը մեր մասնակցությանը։ Ընտրություններին ընդառաջ շատ բաներ ձևախեղվել են, բառերը օգտագործվում են զրկելով այդ բառերը իրենց սկզբնական իմաստից, ինչ է իշխանությունը, ինչ է ընդդիմությունը, ինչ է պետությունը, ինչ է քաղաքացին, որն է յուրաքանչյուրի դերը եւ խառնվել է ամեն ինչը իրար։ Այստեղ շատ կարեւոր է հստակություն, մի հատ նորից մենք մտցնենք ինչ ենք մենք ուզում, որն է իմաստը իշարս բազմաթիվ կուսակցությունների մեր մասնակցությունը, ոչ թե մասնակցության համար, մենք ասելիք եւ անելիք ունենք, որն է մեր ասելիքը եւ անելիքը, դա այն է, որ մենք հանուն մեր սուվերեն պետության, այո ձգտելու ենք պետության առանց կոռուպցիայի, պետության առանց կախվածությունների։ Երկրում չի կարող ընդդիմություն կոչվել այլ պետության ղեկավարի ուղարկած ինչ-որ շահերի խումբը, ինչ փաթեթավորում էլ ուզում է լինի։ Մեկ, երկրորդը, ընդդիմություն չի նշանակում պետության թշնամի։ Չի կարող ընդդիմությունը վիճարկել պետությունը պետք է լինի, թե պետք է չլինի։ Մենք թե մեր մեջ թե իշխանության հետ չունենք քննարկելու հարց, թե պետք է լինի խաղաղություն, թե ոչ, պետք է ստեղծվի փոխկապակցվածություն մեր հարևանների հետ, թե ոչ, պետք է լինի Եվրոինտեգրում անդամակցության հեռանկարով Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն, լիարժեք դաշինքի հեռանկարով, պետք է լինի ժողովրդավարություն եւ օրենքի գերակայություն, թե ոչ։ Մենք այստեղ բանավեճ չունենք, կրկնում եմ, ոչ իրար մեջ, ոչ էլ իշխանության հետ։ Բայց մեր բանավեճը եղել է, կա եւ կլինի այդ ամենի խորության, տեմպի եւ որակի վերաբերյալ, թե իրար մեջ, թե իշխանության հետ։ Սա է ընդդիմադիր գործունեությունը, եթե մենք գնում ենք եւ դառնում ենք ընդդիմություն։ Իսկ մենք ուզում ենք, այո, հասնել նրան, որ կարողանանք հաղթահարել այն նվազագույն նիշեմը, որը թույլ կտա մեզ պարլամենտում խմբակցություն ունենալ։ Մենք ճանապարհ ենք անցել այդ ուղղությամբ, սա մեր երկրորդ համապետական ընտրություններն են, առաջինին մենք մասնակցեցինք այն ամենածանր ժամանակաշրջանում, երբ պետությունն ուղղակի ընկած էր պատերազմի հետևանքների բերումով եւ մենք նրանցից էինք, ովքեր գետնից բարձրացրեցինք ընկած պետությունը եւ դրեցինք իրեն պատշաճող բարձրության վրա։ Եվ մենք մեր առաքելությանը մնում ենք եւ մնալու ենք հավատարիմ։ Բարի երդ մեզ, մինչեւ հաղթանակ։